գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ Սևանում տեղի է ունեցել պարեկային ծառայողների հաղորդակցման հմտությունների լավարկման նախաձեռնության ամփոփիչ հանդիպումը։ Դիմելով պարեկներին նախարար Սարգսյանը հետաքրքրվել է հանդիպումների արդյունավետությունից եւ ընտրված թեմաների շուրջ քննարկումների արդյունքներից։ Ունեցել ենք բավականին արդյունավետ հանդիպումների շարք, տարբեր մասնագետների հետ ենք հանդիպել, թե հոգեբանների, թե իրավաբանների, թե հաղորդակցման հմտություններ ունեցող տարբեր մասնագետների հետ։ Կարծում եմ, որ նման հանդիպումների շարքը մեր մասնագիտական որակների բարելավման հարցում շատ կարևոր է եւ մեծ դեր ունի։ Պարեկային ծառայողները մասնակցության համար շնորհակալություն հայտնելով ներքին գործերի նախարարին կիսվել են տպավորություններով ու ձեռք բերած հմտությունները կիրառելու փորձով։ Իրենց ելույթներում պարեկները կարևորել են նոր գիտելիքների ու հաղորդակցման արդյունավետ մեթոդներ կիրառելու փորձը, գործընկերներին փոխանցելու մոտեցումը, ընդգծելով կոնկրետ ուղղություններով կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Հանդիպումների ամփոփման արդյունքում հասկացանք, որ բոլոր թեմաներն էլ փոխկապակցված են միմյանց հետ եւ առանց մեկը մյուսի չի կարող լինել։ Այսինքն դա ինչ է իրենց ներկայացնում, հաղորդակցման հմտությունները առանց իրավական գիտելիքներ ունենալու ոչինչ են։ Եվ նույնն հակառակ դեպքում, ինչքան էլ ուզում ես իրավական գիտելիքներ ունեցիր, եթե չունես հաղորդակցման հմտություններ, դա չես կարող փոխանցել մնացածին։ Արփինե Սարգսյանը դրական է գնահատել հանդիպումների մասնակիցների գրանցած առաջընթացը, նշելով, որ առաջին հանդիպման համեմատությամբ նրանք զգալիորեն բարելավել են հաղորդակցման հմտությունները։ Նախարարի խոսքով տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելը, քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցվելը եւ սկզբունքայնությունը պահպանելը պարեկային ծառայության որակի ու հանրության շրջանում վստահության ամրապնդման կարևոր բաղադրիչներ են։ Պարեկային ծառայությունը գտնվում է զարգացման նոր փուլում, որտեղ անհատի գրանցած արդյունքների վրա հիմնված մոտեցումը պետք է դառնա համակարգի առաջընթացի շարժիչ ուժը, իսկ փորձի եւ նոր գիտելիքների համադրումը հնարավորություն կտա ապահովել նոր որակի ծառայություն եւ գրանցել արդյունքներ, իր խոսքում նշել է նախարարը։ Վերլուծվել են ծառայության ընթացքում արձանագրված դեպքերը, կոնֆլիկտային իրավիճակներին արդյունավետ արձագանքելու տեսանկյունից կարևորվել է ստանդարտացված մոտեցումների կիրառումն ու վարքագծի դրսևորումները լայն համատեքստում գնահատելու անհրաժեշտությունը։ Թերությունների շտկման եւ իրավական կարգավորումների բարելավման առումով նախարար Սարգսյանն ընդգծել է, որ արդյունավետ լուծումներ հնարավոր է ներդնել ծառայողի վարքագծի վերանայման եւ անհատական մեթոդաբանության շնորհիվ։ Այդ մոտեցումը թույլ է տալիս ծառայության բոլոր ասպեկտները դիտարկել համալիր տեսանկյունից, ապահովել պրակտիկ արդյունքներ եւ բարձրացնել ընդհանուր կատարողականը։ Քննարկվել են քաղաքացիների հետ հաղորդակցության որակի բարելավման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նույն ձևաչափով արդեն մարզերի պարեկների ներգրավմամբ շարունակել թիրախային ուղղություններով հանդիպումները։ Հանդիպումների մասնակից պարեկային ծառայողները ստացել են հաղորդակցության դեսպանի վկայագրեր։ Նոյեմբերի 4-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալ Անթիե Ֆրիցի գլխավորած պատվիրակությանը։ Նպատակը համագործակցության հնարավոր ուղիների հստակեցումն էր Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի ծրագրի շրջանակում։ Փոխնախարարը կարևորելով անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարումը մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման համատեքստում ընդգծել է ներքին գործերի նախարարության եւ կենտրոնի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտին առնչվող հիմնական ուղղությունները ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում, ստորաբաժանումների գործունեության շրջանակներն ու առանձնահատկությունները, մատնանշելով համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, մասնավորապես անօրինական միգրացիայի, թրաֆիքինգի, մաքսանենգության, ինչպես նաև կոռուպցիոն եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում։ Կարևորվել է նաև կրթական բաղադրիչի դերը, մասնավորապես վերապատրաստումների, դասընթացների եւ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը որպես արդյունավետ գործընկերության եւ մասնագիտական կարողությունների ամրապնդման միջոց։ Շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար Անթիե Ֆրիցը նշել է, որ անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնը երկար տարիներ աջակցում է Հայաստանի Հանրապետությանը անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում։ Նա ներկայացրել է միջազգային լավագույն փորձի մի շարք օրինակներ եւ պատրաստակամություն հայտնել քննարկելու հետագա համագործակցության հնարավոր ուղիները։ Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբերել համագործակցության ընդլայնման ուղղությամբ, մասնավորապես անվտանգության, միգրացիայի, մաքսանենգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Պայմանավորվածությունը ձեռք բերվել առաջիկայում մանրամասն ուսումնասիրել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը եւ մշակել համատեղ հայեցակարգային առաջարկ համագործակցության հստակ ուղղությունները սահմանելու նպատակով։ Համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայլիներ եւ վերադարձնելու համար մեքենային փակցնում են Տելեգրամի հասցե։
Տեղեկությունն իրացվեց ոստիկանության գվարդիայի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ։ Նոյեմբերի 8-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվեցին գողոնը ձեռքներին։ Ավտոմեքենայի հաշվառման համարնիշներն ու կողային հայլիները նետելով նրանք դիմեցին փախուստի։ Աչափնեկ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվեց եւ շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժին։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց նաեւ 30-ամյա երիտասարդը։ Գողության թիրախ դարձած Ford Մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր տելեգրամյան հասցեով թերթիկ։ Ֆորդի տիրոջից ընդունվեց հաղորդում, ըստ նրա պատճառվել էր մոտ 100,000 դրամի վնաս, եւ սա միակ դեպքը չէր։ Ըստ նախնական տվյալների, նրանք տելեգրամյան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաեւ Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված Honda Մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Հոնդայի տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը կողացել են մեքենայի կողային հայլիների ապակիները։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի Team 16-11-25 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Team ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Հոկտեմբերի 6-ից նախագործարկվում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ գցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։